հայկական տեսանկյունը ազգային շերտ է փորձում փնտրել եւ բնականաբար տրամաբանական է դառնում նաեւ մեկ այլ վարկած, որ թուրքական օկուպացիայից հետո Բաքվի, երբ որ Օսմանյան բանակը 1918 թվականի սեպտեմբերի 15-ից 18-ը գրավում է քաղաքը, այստեղ գտնվող շատ գործիչներ, ովքեր դեմ են եղել այս օկուպացիային, պետք է փորձեին ինչ-որ ձևով հեռանալ կամ թաքնվել եւ վարկածներից մեկն այն է, որ իբրև նա հենց թուրք-ադրբեջանական գերեվարման չի ենթարկվելու կամ այդտեղից դուրս գնալու համար, երաշխիք ունենալու համար հանդես է եկել ռուս մարդու անազգանվան ներքո։ Հենց նրա ձերբակալությունից հետո հարցաքննությունների ընթացքում առաջ է քաշվել այն հարցը, որ նա թաքցրել է իր իսկական ինքնությունը եւ նույնիսկ անձամբ Լավրենտի Բերիայի կողմից մեղադրանքներ են հնչեցվել, որ նա պաստորեն թաքցրել է, թե ով է նա եւ իր բարեկամները իբրև թե մեծահարուստներ են եւ այլն, այսինքն Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։